ով որևէ պատճառով հանդես է գալիս օգոստոսի 8-ի համաձայնությունների դեմ, ընդհանրապես պիտի գոնե առաջիկա ընտրություններով դուրս շպրտվի մեր քաղաքական դաշտից։ Քաղաքական դաշտում պիտի մնան այն ուժերը, ովքեր հասկանում են, որ օգոստոսի 8-ի այլընտրանքը Հայաստանի պետականության կործանումն է եւ Հայաստանի չեղարկումը։ Այլընտրանք չկա։ Այլընտրանքը եթե նոյեմբերի 9-ն է, դա հայկական պետականության չեղարկման ծրագիր է, ռուս-թուրքական։ Շոյգուն դրա մասին հրապարակային պատմել է, որ իրենք փայլուն օպերացիա են արել Ղարաբաղում Թուրքիայի հետ, եւ դրա հաջորդ սերիան տեղափոխել են Հայաստան, եւ դրա անունը նոյեմբերի 9-ի հայտարարությունն է։ Հայաստանը մի կերպ կարողացել է դրանից ազատվել։ Դրան օգնել են 21 թվականի ընտրությունները, դրան օգնել են նաև Ռուսաստանի անգործությունը ու հապկի անգործությունը մինչև 2022 թվականի սեպտեմբերի 13-ը, մինչև 2022 թվականի նոյեմբերին Հայաստանում այլևս հապկ գագաթնաժողովը եւ որպես պատասխան ռուսների գործողությունները դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքը փակելու, իսկ արդեն սեպտեմբերի 19-ին Արցախի հայաթափման գործընթացը սկսելու։ Իդեպ Բայրամովը նույնիսկ հրապարակավ պատմում էր, որ իրենք ռուսներին տեղեկացրել են մինչև Ստեփանակերտի հարձակումը, Ստեփանակերտի վրա հարձակումը։ Բայց ռուսները իմանալով տեղեկությունը ստանալուց հետո այդ տեղեկությունը չեն փոխանցել հայերին։ Պատկերացնում եք, ով են ռուսները։ Եվ մենք ինչ հետևություններ ունենք անելու այս առիթով։ Հետևաբար նորից գալով օգոստոսի 8-ին չափազանց կարևոր է, որ մենք այս համալիր հարցերը գնահատելով կարողանանք որևէ կերպ վերաբերվել օգոստոսի 8-ի անխոչնդոտ ընդհանրապես գիտեք բազմաթիվ պայմանավորվածություններ կան աշխարհում եւ ընկալումներ կան անխոչնդոտի վերաբերյալ անխոչնդոտի այն ընկալումը, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետն է ենթադրում, որտեղ հայկական իրավազորություն, Հայաստանի իրավազորություն ընդհանրապես գոյություն չունի, ռուսները FSB-ն պիտի տնօրիներ ընդեղի անցանելիություն, այդպիսի բան գոյություն չունի։ Անխոչնդոտ նշանակում է ուղղակի խնդիրներ չստեղծել, դժվարություններ չստեղծել անցնելիս։ Իդեպ Կալինինգրադը, օրինակ, այդպիսի մի նշան է։ Լիտվան ռուսներին թույլ է տալիս անցնել Ռուսաստանի հիմնական տարածք կամ Ռուսաստանից անցնում են Կալինինգրադ։ Անխոչնդոտ կերպով։ Բայց դա չի ենթադրում, որ մաքսային ծառայության աշխատակիցները պատշաճ չեն ուսումնասիրում, թե ովքեր են փորձում անցնել Կալինինգրադ կամ Կալինինգրադից Ռուսաստան։ Անխոչնդոտ նշանակում է օրինակ պարզեցված կարգով ադրբեջանցիներին հնարավորություն տալ, որ իրենք կապվեն Նախիջևանի հետ։ Բայց ինձ ավելի շատ ուրիշ բան է հետաքրքրում, իսկ փոխադարձության մասին ինչի հարց չեք տալիս։ Ինչի եք ասում անխոչնդոտ եւ չեք ասում փոխադարձություն, որտեղ փաստաթղթում այդպիսի բան էլ կա գրված, այսինքն մենք էլ պիտի անխոչնդոտ հասանելիություն ունենանք մյուս այն ճանապարհներին, որոնք անցնում են Ադրբեջանի տարածքով։ Չեն վստահում, որ Ադրբեջանով դեպի այդ ճանապարհից Հայաստանից էլ կօգտվեն։ Գիտեք, դե պետքա հասկանանք։ Հայ հանրության մասին է խոսքը։ Հա, գիտեմ։ Պիտի խոսենք, պիտի աշխատենք, պիտի հասնենք, այո, չկա վստահություն։ Բա 30, այո, բայց փոխադարձության վերաբերյալ կա պարտավորություն, երկու ստեկ պարտավորություն եւ Միացյալ Նահանգների ստորագրություն կա։ Եվ պիտի հասնենք նրան, որ սա լինի փոխադարձաբար եւ երկուստեք ընդունելի։ Բայց այստեղ շատ կարեւոր մի հարց կա, որը լրացնում է ձեր բարձրացած հարցին։ Թրիպին հաջորդում է Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում։ Անցյալ շաբաթ պատմական իրադարձություն է տեղի ունեցել։ Առանց հայ-ադրբեջանական այս խաղաղության գործարքի չէր կարող լինել այդ հանդիպումը, որտեղ առանց այս խաղաղության հաստատման միջին միջանցքի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չէր կարող լինել եւ չէր կարող Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի որպես մեկ ընդհանուր աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական տարածք Միացյալ Նահանգների այս աստիճան ներգրավվածություն լինել։ Բայց մի ուրիշ կարևոր իրադարձություն է առաջիկայում տեղի ունենալու։ Հույս ունեմ, որ այդտեղ ամերիկացիները եւս հետևողական կգտնվեն։ Թուրքիայի հետ սահմանը հավանաբար առաջիկայում կբացվի հունվարին երրորդ երկրի քաղաքացիների համար առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման, առանց որևէ այսպես ավելորդ պարտավորությունների, առնվազն մեծ տրանզիտի հնարավորություն կտրվի գնողունակ եվրոպական շուկա եւ մերձավոր արևելք։
Օրինակ ցորենի մասին էինք խոսում այս քանի օրը։ Գիտեք, Եգիպտոսում աննախադեպ ծավալի ցորեն է արտադրվել այս տարի։ Եվ դրանով է պայմանավորված, որ աշխարհում հիմա ցորենի ահավոր մեծ պաշարներ են մնացել ու չի վաճառվում։ Եվ ռուսները այդտեղ խնդիրներ ունեն։ Դա նրա պատճառով է, որ Եգիպտոսը ահռելի հունցք է կարողացել ապահովել։ Պատկերացեք, մենք կարողանանք ոչ միայն Ռուսաստանից, նաև Ուկրաինայից, Ղազախստանից, վաղը եթե հասանելիություն ունենանք Թուրքիայի ճանապարհով, նաև Եգիպտոսից էժան եւ որակյալ հացահատիկ կարողանանք ներկրել եւ բազմազանեցնել Հայաստանի կախվածությունը։ Նախ գնանք նրան, որ Հայաստանը խայտառակ եւ ծայրաստիճան վտանգավոր չափերի է հասցրել իր հացահատիկի կախվածությունը Ռուսաստանից մի երկրից։ Գիտեք ինչքան ենք մենք հացահատիկ բերում։ 80%-ը։ Ընդամենը 20%-ն ենք մենք կարողանում ներքին մեր կարիքները բավարարել։ 90% նշվեց իհարկե, բայց դե 80-ը եւ պատկերացնում եք 80%, ես 90 չեմ ասում։ Մենք նախ խնդիր ունենք այդ ինքնաբավության հարցը բարձրացնել, գոնե 50%-ը մենք պիտի ապահովենք։ Եվ մենք գնացել տեսել ենք, որ մենք այդ ներուժը ունենք, եւ եթե պետությունը անհրաժեշտ այդ աշխատանքները, չորանոցները, սիլոսները կարողանա կառուցել եւ ապահովագրել մարդկանց, պայմանագրեր տալ, գնումների վերաբերյալ երաշխավորություններ տալ, մենք կկարողանանք հասնել այդ 50%-ին։ Ինձ հիմա այդ 50%-ն է հետաքրում, ոչ թե այն ծորենը, որի վերաբերյալ այդ ադրբեջանցիների կողմից կաշառված Նարիշկինի կանտորան հայտարարություն է տարածում, թե իբր հայերը ուզում են Ռուսաստանի հետ հարաբերությունները խզել, որ թանկ ցորեն Ուկրաինայից բերեն։ Օգոստոսի 8-ից հաշվեք 6 ամիս հետո, դա մոտավորապես նոյեմբեր, դա մոտավորապես հունվար, փետրվար ամիսներն են։ Մենք կունենանք մեկնարկի վերաբերյալ, մեկնարկը ազդարարող, trip-ը launch անող, հա, անգլերեն բառով, հիմնարկեքի արարողություն։ Մեղրիի տարածաշրջանում ամերիկացիների եւ Հայաստանի պատկան գերատեսչությունների ուրեմն ներկայացուցիչների մասնակցությամբ։ Սա կարծում եմ մեզ համար չափազանց կարևոր առաջընթաց կլինի։ Առաջիկայում կարծում եմ նաև թրիպի ֆինանսավորման ուղղությամբ լուրջ ջանքեր կգործադրվեն։ Ամերիկացիները չեն ուզում փող դնեն դրա մեջ եւ ընդհանրապես ամերիկացիները սովորություն են փող դնելու։ Եվրոպական միության երկրները, Եվրամիությունը վերջերս դեսպաններ Սյունիքում Մարագոսը հայտարարում էր, որ մենք պատրաստ ենք ֆինանսավորել ցանկացած քաղաքական պայմանավորվածություն Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Այս սա նշանային հայտարարություն է։ Ես կարծում եմ, որ պետք է ստեղծվի մի կայունացման եւ խաղաղության հիմնադրամ, որը եւ Ադրբեջանի տարածքում եւ Հայաստանի տարածքում անհրաժեշտ ենթակառուցվածքային ուրեմն ներդրումներ կանեն։ Սա չի լինի վարկային միջոց, կլինի գրանտ։ Եվ այդ ուղղությամբ հիմա աշխատանքներ են տարվում եվրոպական տարբեր մայրաքաղաքներում, եւ մենք վերջերս մեր կուսակցությունում ընդունում էինք Գարո Փայլանին, ով լոբիստ է այսօր որպես հանդես գալիս հայկական այս առաջնահերթ ծրագրի թրիպի եւ փորձում է նաեւ իր կապերը, իր ուրեմն գիտելիքները կիսվել համապատասխան պաշտոնյաների հետ, ովքեր զբաղվում են մեր տարածաշրջանով, ովքեր ավելացրել են իրենց ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, որպեսզի որոշումները հնարավորինս լինեն հօգուտ մեզ, հօգուտ Հայաստանի։ Ադրբեջանը նաև Ալիևն էր սրա մասին խոսում, նաև ապացույցներ վերջերս հրապարակվեցին, որ պետական միջոցներով Արևմտյան Ադրբեջան այդ հասարակական կազմակերպությունն է ֆինանսավորվում եւ իրենց արտերկրյա միջոցառումներն են ֆինանսավորվում։ Մինչեւ հիմա իրանք ասում էին մենք կապ չունենք, դրանք հասարակական կազմակերպություն են, պետությունը ոչ մի բան չունի։ Մենք ինչ պիտի անենք։ Մենք պիտի թույլ չտանք այս նարատիվների բազմազանեցնելու կամ դա բազմացնելու հնարավորություն մեզանում։ Դրանք արվում են մեր ներքաղաքական կյանքը ցնցելու համար։ Դրանք հիմա շատանալու են հատկապես ընտրություններով պայմանավորված։ Ես որևէ մեխանիզմ, որևէ իրավական ճանապարհ չեմ տեսնում այդ 300,000-ի Հայաստանում հայտնվելու կապակցությամբ։ Չկա այդպիսի օրակարգ եւ չի կարող լինել։ Հայաստանում եթե կգտնվի որևէ իշխանություն, դա միանգամից գլխատվելու է, որը կհամաձայնի 300,000 ադրբեջանցու հարց ոչ թե բերել Հայաստան, քննարկել նույնիսկ այդ հարցը։ Այսինքն սա հոգեբանական ճնշում է նորից հիբրիդային պատերազմի ընդհանուր այսպես տրամաբանության մեջ պիտի դիտարկվի, բայց մենք դա մեզ չպիտի հանգստացնի։
Ես ընդհանրապես կարծում եմ, որ մենք հակադարձող լիքը արգումենտներ ունենք։ Եվ Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին այս իմաստով կարծում եմ պետք է վկայակոչել եւ նրանց մասնակից դարձնել այս քաղաքական եւ հասարակական գործընթացներին։ Գիտեմ, որ այդպիսի շարժումներ կան, գիտեմ, որ Վիլեն Գաբրիելյանը դրանում ակտիվորեն ներգրաված է, դա բավարար չի։ Կարծում եմ, որ մեծ մասամբ իրենք հիմա օրինակ գաղթել են Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ։ Ես Միացյալ Նահանգներում գիտեմ հայահոց Բաքվից հատկապես տեղափոխված հազարավոր մարդկանց համայնքներ։ Իրենք իդեպ ասեմ, որ հայաստանյան համայնքների հետ չեն ձուլվում։ Իրենք ապրում են շատ կոմպակտ իրենց ներսում։ Պետք է գնալ այդ համայնքների հետ խոսել, տեսնել իրենք կարող են օրինակ միանալ այս ջանքերին, ավելի ուժեղացնելու համար Ադրբեջանի դեմ մեր քեյսը։ Եվ ընդհանրապես չմտահոգվել այս հայտարարություններով։ Այս հայտարարությունները եւ իրենց ավելի շատ հղումներ անող քաղաքական գործիչները, լրագրողները կոնկրետ նպատակ ունեն։ Հնարավորինս ուրեմն ավելի շատ տիրաժավորել, բազմացնել ադրբեջանական նարատիվները։ Դրանք մեր օրակարգերի մաս չեն եւ չեն կարող լինել ոչ մի դեպքում։